Արտաշեսյան արքայատոմի առաջին գահակալ եւ այս արքայատոմի հիմնադիր Արտաշես առաջինի մահվանից հետո նրան հաջորդում է Արտավազդ առաջինը, նրա ավագ որդին, որ գահակալում է Քրիստոսից առաջ մոտ 160-ից 115 թվականներին։ Իր գահակալության վերջին շրջանում նա պարտություն է կրում Պարթևստանի արքա Միհրդատ II մեծից։ Բանն այն է, որ Միհրդատ II-ը փորձ էր կատարում վերականգնել Իրանի տարածքում գերտերության կարգավիճակ ունեցող պետություն եւ նախորդ դարի կեսերից իշխող Արշակունի արքայատոհմին վերածեց Իրանում գերիշխող դիրք ունեցող տոհմի։ Նա առաջինն է, որ Արշակունիների մեջ կրել է արքայից արքատիթոսը, որը սկսում է կանոնավոր կերպով իր դրամների վրա մակագրությամբ արտահայտել։ Նա աստիճանաբար պետական գաղափարաբանության մեջ սկսում է դուրս մղել հելլենիստական տարբեր տարրերը եւ նույնիսկ նրա թագի ձևը իրանական մոդելին վերադարձ է նշանավորում։ Նա անմիջապես իր գահակալության շրջանում եղած նվաճումներին համապատասխան որդեգրում է Աքեմենյանների ժամանակաշրջանին բնորոշ աշխարհակալական հավակնություններ եւ բնական է, որ նորից շրջանառության մեջ պետք է հայտնվի արքայից արքատիթոսը։ Հենց այս թագավորն է, որ կարողանում է ոչ միայն Միջին Ասիայի ուղղությամբ ունենալ ռազմական լուրջ հաջողություններ, այլև առաջ է շարժվում մեր տարածաշրջանում դեպի մինչև Կովկասյան լեռների հատված եղած պետությունների հպատակեցում, այսինքն մեծ հայքի թագավորությունը եւ հարևան մանր թագավորությունները եւս ընդունում են նրա գերիշխանությունը։ Նա իր գահակալության վերջին շրջանում նաեւ կարողանում է վերջնականապես իր տիրապետությունը հաստատել մինչև Եփրատ գետն ընկած տարածքները, մասնավորապես Հյուսիսային Միջագետքի բոլոր պետությունները ընդունում են նրա գերիշխանությունը, ներառյալ նույնիսկ Ադիաբենե եւ Օսրոենեի թագավորությունները։ Հենց այս Միհրդատ II մեծի մոտ է, որ երկար ժամանակ անցկացնում է հայոց ապագա թագավոր Տիգրան II մեծը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։